Հարգելի հետևորդներ, այսօր մայիսի 1-ին աշխատավորների միջազգային օր է, ABC Media-ն սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնի Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Եվրախորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայնով ընդունել է Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևը։ Բանաձևի հեղինակ Նատալի Լուազոն X-ի էջում գրել է, ակնհայտ է, որ թե ծայրահեղ աջ, թե ծայրահեղ ձախ թևերում հենց խոսվում է ժողովրդավարության մասին, բոլորն անհետանում են։ Հոիդա Հայդատի Եվրոպայի գրասենյակը ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունը երաշխավորի ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը։ Պահանջվում է արդարություն արցախահայության և հայ գերիների համար։ Բանաձևը ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ Հայաստան գործունեության համար, ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունության եւ աճի ծրագիրը, Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։ Բանաձևն անդրադառնում է արդարության եւ անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Երևանը պատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստան կգա Էմանուել Մակրոնը, կհանդիպի Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանն ու Մակրոնը հանդես կգան ասուլիսով։ Կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ի դեպ, Մակրոնը լինելու է նաև Գյումրիում։ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ գրել է, որ մայիսի 5-ին Գյումրիում նախատեսված համերգի համար պաշտոնական Երևանը հատկացրել է $1 միլիոն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հրավեր է ստացել Երևանից մասնակցելու գագաթնաժողովին։ Երևանյան հանդիպմանը Էրդողանի մասնակցության վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա։ ԵՄ պաշտոնյաներից մեկը BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում ասել է, որ դեռևս վաղ է ասել կմասնակցի արդյոք Էրդողանը։ Մասնակիցների վերջնական ցանկը դեռ չի հաստատվել և առաջիկա օրերին ամեն ինչ կհստակեցվի։ Հանդիպմանը կարող են մասնակցել միայն պետությունների, կառավարությունների ղեկավարները։ Նախարարների կամ ավելի ցածր մակարդակով ներկայացվածություն չի թույլատրվում։ Մինչ Երևանում նախապատրաստվում են գագաթնաժողովին, ընդդիմության առանձին կառույցների օրակարգից գերիների վերադարձի հարցը դուրս չի գալիս։ Հայաստանյան մոտ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու հարցում քայլեր ձեռնարկելու խնդրանքով բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։ Խնդրում են քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչև օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից։ Համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է մեկնել Բաքու և տեսնել հարազատներին, պատմել է նաև ամուսնու հետ վերջին խոսակցության մասին։ Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին։ Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում։ Ընդհակառակը զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը։ Ինչպես էր հնչում ձայնը, հոգնածություն կար։ Չէր փորձում արդյոք ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի։ Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն և մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից։ Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ։ Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիրն է։
Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից։ Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել եւ որ ամեն ինչ կարգին է։ Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը։ Մեզ համար շատ կարևոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին, բայց նման ուղևորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից։ Ուղևորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո։ Անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն էլ խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության այն ձևակերպումը, որով փորձում են արդարացնել Արցախի տարածքում հայկական հոգևոր կառույցների ոչնչացումը։ Մայրաթորը կոչ է արել միջազգային կրոնական եւ իրավապաշտպան կառույցներին արձագանքել Արցախի հայկական մշակութային ժառանգության շուրջ ստեղծված վիճակին։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը հողին հավասարեցնել է կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն։ Մայրաթորի գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն էլ անդրադարձել Բաքվի ապօրինություններին։ Նրա խոսքով սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ադրբեջանական իշխանությունը եւ հատկապես իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում եւ Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի եւ այլ բնակավայրերի հայության նկատմամբ եւ այլն։ Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ ոչնչացրել են Արցախի հանրապետության ողջ արխիվը եւ հիմա միամիտ տեսքով պատճառաբանում են, թե իբր կադաստրի թուղթ չկար, բա ինչ անեին։ Իսկ օրինակ Փաշինյանը Արցախի եկեղեցիների քանդման հարցը դիտարկեց Արցվաշենու մզկիթների օրինակով։ Քաղաքագետներն ասում են, երբ նույն թեմաների շուրջ տարբեր ժամանակահատվածներում հնչում են տարբեր շեշտադրումներ, դա առաջացնում է նոր քննարկումներ, առաջնահերթությունների, մոտեցումների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը եւ փորձագետների վերլուծությունը ռեպորտաժում։ Վերադարձ Արցախ չի լինի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր չի դիտարկում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի հայերի վերադարձի հարց։ Ոչ հեռավոր 2024 թվականին, երբ Մյունխենի հայերից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի հետ, ինտեգրելու թե հետ տանելու իրենց հայրենիք, որտեղ իրենք կարող են ապրել, Փաշինյանը բոլորովին այլ պատասխան ուներ։ Մեր տեսլականը հետևյալն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն ավելի ճիշտ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրանց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։ Փոխարենը Փաշինյանը Արցվաշենի մասին խոսեց։ Ասաց, պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո եւ այնտեղ պարզվում է, որ օրինակ 2016 թվականին մզկիթ է կառուցվել։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը սակայն հիշեցնում է, հայկական կողմի վարքագիծը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ սկզբունքորեն տարբեր է եղել։ Բոլոր այն մզկիթները, որոնք Արցախի տարածքում կան, Շուշիում հատկապես, դրանք ոչ միայն չվնասվեց, այլ հակառակը Շուշիի մզկիթները Արցախի հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունների ֆինանսական օժանդակությամբ վերականգնվեցին։ Ավանեսովը հավելում է, որ մինչև վերականգնողական աշխատանքների մեկնարկը իրականացվել են մանրակրկիտ հետազոտություններ, տարբեր մասնագետներ ուսումնասիրել են տարածքը, իսկ աշխատանքներին ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև արտերկրից։ Նրա խոսքով նպատակ են ունեցել, որ որևէ դետալ չխաթարվի եւ պահպանվի կառույցների պատմական արժեքը։ Տնտեսական մերձեցման մասին խոսելով Փաշինյանը հիշեցրեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ դա ըստ նրա տրամաբանական է։ Նա համոզված է, առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։ Միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ կառավար արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ։ Ինչ վերաբերում է գերիներին, Նիկոլ Փաշինյանը պնդում է, Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել ու ըստ նրա դիտարկմամբ ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է տեղի ունենում այս գործընթացը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ քաղաքական գիտության կամ ժողովրդավարական պետությունների պրակտիկայում գերիների վերադարձի եւ ընտրական գործընթացների միջև որևէ օրինաչափություն գոյություն չունի։ Նրա խոսքով նման պնդումը ենթադրում է, թե Ադրբեջանը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին, մասնավորապես ընտրական գործընթացների վրա, ինչը նա համարում է անհիմն մոտեցում։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը միտումնավոր որոշակի տրամաբանության մեջ ընտրությունների նախորդին, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետը, գերիները վերադարձնում, սա ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ Ադրբեջանը ունի հետաքրքրվածություն։ Հետևաբար այդպիսի օրինաչափություն ուղղակի լինել չի կարող։ Առավել եւս չեմ հասկանում, թե ժողովրդավարական պետության ժողովրդավարական մոդելը ինչ կապ ունի գերիների վերադարձին ընտրություններից առաջ։ Իսկ վերջում Հայաստանում գուցե քաղաքական կրքեր բորբոքվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան։ Փաշինյանը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում Ուկրաինայի նախագահին, սպասում են Երևանում։ Ռուսաստանում հրաշալի գիտեն, թե Հայաստանի իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում, օրինակ, ամենապարզ օրինակը Հայաստանի իշխանությունները ներքին դիսկուրսում պարբերաբար տարածում են թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այս հայտարարությունը քաղաքագետի գնահատմամբ արդեն իսկ արտահայտում է հարաբերությունների բավական կոշտ ֆոնը։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը չի բացառում, որ կարող են հնչել հայտարարություններ, որոնք նախկինի համեմատ ավելի մեղմ կլինեն, նկատելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում փորձում է որոշակիորեն վերանայել իր մոտեցումները։ Զուգահեռ ընթանում են ընտրական պրոցեսներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել։ Ազգային ժողովրդավարական բևեռ, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, Բոլորին դեմ եմ, Ալյանս, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, Ուժեղ Հայաստան, Հանուն Հանրապետության կուսակցություններին հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել խնդիրները շտկելու համար։ Իսկ ում են պատրաստվում ընտրել երևանցիները, մեր տեսախցիկն է շրջել Երևանի փողոցներում։ Եթե առաջիկա կիրակի ընտրություն լինի, ում կընտրեք։ Ինքս ինձ։ Չգիտեմ, Ազիզ ջան, դեռ չեմ որոշել։ Ոչ մեկին չեմ ընտրել, չեմ էլ ընտրում։ Հիասթափվել եք։ Ամեն ինչից։ Ես չեմ ընտրելու ոչ մեկին։ Չեմ տեսնում այն ընտրվողին, որ կարողանա լիարժեք սպասարկի ծառայի մեր ժողովրդին։ Չգիտեմ։ Չեմ ասի։
Կընտրեմ։ Ռոբերտ Քոչարյանին, եթե ինքը չլինի Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին։ Ահա, ինչու։ Իրանք լուրջ մարդիկ են։ Փորձ ունեցող ճանապարհ անցած մարդիկ են։ Ես սրանց նման չեն։ Չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Սուրիկին։ Ինքը տեխնացուներ։ Ուզում ալնի, ուզում չլինի։ Էդի չեմ կարա ասի, ում պետք է ընտրեմ։ Համենայն դեպս ոչ գործող կուսակցություններին։ Դա գախնիկ է։ Փաշինյանին։ Ինչու։ Որտեւ այս սեստ մարդա։ Դե հիմա ես չեմ կարող ասել ում կընտրեմ, բայց դա մնում է գաղտնիք։ Բայց համենայն դեպս ոչ իշխանությանը։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը թույլատրել այցելել Լոռու մարզ Հոր Գերեզմանին։ Դատարանն ասել է, որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, սահմանադրությամբ։ Դատավորի խոսքով փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։ Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել, առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։ Դատարանը սակայն մերժել է նաև վերացնել գործարարի տնային կալանքն ու 24 ժամով ընտրել այլ խափանման միջոց՝ վարչական հսկողությունը։ Հիշեցնեմ, նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս 3 ամսով։ Իդեպ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրակաշարք բաժանելու կասկածով ձերբակալված 5 անձանցից 3-ի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ ռազմական գործողության շարունակություն է, այն երկրի դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակությունն անընդունելի է։ Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։ Փեզեշքյանը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի սադրանքներից։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Իրանը պետք է նստի բանակցության սեղանի շուրջ, չպետք է շարունակի պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը եւ ի վերջո ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմամիջուկային ծրագիրը պետք է դադարեցվի, հայտարարել է կանցլերը։ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Պարսից ծոցը եւ Հորմուզի նեղուցը Թեհրանը պլանավորում է հետագայում եւս վերահսկել։ Նա հավելել է, որ Իրանը մտադիր է ապահովել անվտանգությունը առանց ամերիկյան ներկայության։ Աստծո կամքով եւ զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի, փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին, հարմարավետությանը եւ բարգավաճմանը, ասել է Խամենեին։ Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026-ի աշխարհի առաջնությանն ու հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում։ Վանկուվերում կայացած ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ տեղեկությունը պաշտոնապես հայտնել է կառույցի նախագահը։ Նրա խոսքով ֆուտբոլը միավորում է աշխարհը։ Եվ վերջում եղանակի մասին։ Մայիսի 1-ին Երևանում եւ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ից 4-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին, առայժմ։